Բարի երեկո, օրակարգն է Արցախի հանրայինի եթերում։ Ուղիղ մեկ ամիս է Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը փակ է ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիայի անցկացման պատրվակով։ Ստեղծված հումանիտար ճգնաժամը խորանում է օր-օրի, առավել մեծ ջանքեր պահանջելով արցախցիներից շարունակելու բնականոն կյանքով ապրել։ Օրակարգային խնդիրներ են առաջանում բոլոր ենթակառուցվածքներում, կրթամշակութային ոլորտը բացառություն չէ։ Հունվարի 9-ից մանկապարտեզներում, նախադպրոցական ու երկարօրյա խմբերում մեկ շաբաթով երկարաձգվեց ձմեռային արձակուրդը Պարենի սղության պատճառով։ Փոխարենը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը անցյալ տարվա դեկտեմբերի վերջից սկսած փոքրիկներին ամանորյա ներկայացումներով փորձում է շեղել բլոկադային իրականությունից։ Հունվարի 10-ին վերջին ներկայացումն էր, որի մեկնարկը տալու համար դերասաններն ու փոքրիկ հանդիսատեսը սպասում էին հոսանքի վերականգնմանը։ Տպավորությունները իմ գործընկեր Նորա Հայրումյանի պատրաստած տեսանյութում։ Թատրոնի շքամուտքում մութ է, լույսերի պլանային անջատումների գրաֆիկի համաձայն։ Երեխաները ծնողների հետ սպասում են լույսերի միացմանը, որպեսզի կարողանան նայել սպասվող ներկայացումը։ Բարեբախտաբար լույսերը միացան, եւ փոքրիկները հնարավորություն ունեցան տեսնել չարի եւ բարու պայքարը, ինչը նրանք տեսնում են ամեն օր, ոչ միայն դահլիճի ներսում, այլ նաեւ իրական կյանքում։ Մնացածին այդ կփոխացես, հասկացար։ Հայրիկս, գալիս եմ։ Դես, ինչ տան եմ ապրում։ Տեսնում ես ինչ տան եմ ապրում։ Ներկայացման դերասանները փաստում են, որ մինչ ամանորյա տոները երեխաների հոգեբանական վիճակը համեմատաբար ավելի կայուն էր։ Ներկայացման հիմնական նպատակը եղել է երեխաներին ուղղակի շփիտ ուրախություն պարգևելը։ Երեխաները պետք է միշտ շփտան ցանկացած իրավիճակում, իրենք պետք է վայելեն իրենց մանկությունը։ Մինչև ամանորը էլի բլոկադայի մեջ էինք, բայց այդքան դեռ ընկճված չէինք։ Հիմա զգացում եմ եւ երեխաների մոտ եւ մեծերի մոտ ընկճվածությունը։ Այս իրավիճակում ներկայացում տալը ավելի դժվար է, եթե անկեղծ լինեմ, բայց փորձում ենք գոնե մի քիչ պայծառացնել իրենց կյանքը։ Մշակույթն էլ մի այն սահմանն է, որը պետք է այդ մի սահմանում էլ նաև պայքար լինի։ Մի վախեցեք, ես գիտեմ, որ կախարդին ծսում են գործ դարձնել, նեմ հորմորցույց, շունայգի շունիշտ ասում եք, որ բագին կարաղցի չանի, եկեք միասին հաղթենք նրան։ Մշակութային ակտիվությունը Արցախում այս օրերին ավելի քան կարևոր է, եւ պետք չէ մոռանալ, որ անգամ պատերազմի տարիներին լույսի անջատումը խոչընդոտ չէր հանդիսանում համերգների եւ թատերական ներկայացումների կազմակերպման համար։ Ախ, Մաշուկա, բայց չէ որ նա ուժեղ է եւ կախարդանք ունի, մի մտածի, բայց միշտ հաղթում է չարի, մի լաճի, ժպտա։ Մինչև ներկայացումը սկսելը լույսերը անջատվեցին, բայց լույսերը տվեցին, միացրեցին եւ բարեհաջող ներկայացումը սկսվեց եւ ավարտվեց երեխաների ժպիտներով։ Վերջում փոքրիկներին ողջունեց ձմեռ պապիկը, ով թեև պատժեց կախարդին, բայց խոստովանեց, որ չար ուժերը փակել են կյանքի ճանապարհը, ինչի պատճառով նվերները տեղ հասցնել չհաջողվեց։ Ես գնացել էի նվերների ետևից։ Ճանապարհին չար ուժերը չեն իմանում ինչպես սառնակից թռցրին տարան այդ ամպետները թողեցին ինձ առանց նվերների։ Հրաշքին միշտ էլ պետք է սպասել։ Այլ հարց է, հրաշքը կկատարվի թե չէ։ Այդ հրաշքը մեր ձեռքերում է։ Մենք պետք է կարողանանք այդ հրաշքը ստեղծել։ Եվ ինչքանով կհաջողվի դա ապագան ցույց կտա։ Ամենայն դեպս հույս ունենք, որ լավ է լինելու։ Եթե ամբողջ աշխարհը բացի աչքերը, ականջները եւ կարողանա ճիշտ գնահատել ամեն ինչ, ուրեմն մենք մեր նպատակին ուրեմն հասած կլինենք։ Դրա համար հարկավոր է, որպեսզի մեր պատկան մարմինները աշխարհին հասցնեն այն ամենը, ինչ որ արդեն մենք տեսնում ենք մեր աչքի առաջ է։ Ազատ եւ անհոգ ապրելու իրավունք ունեն աշխարհի բոլոր փոքրիկները, սակայն այսօր Արցախում երեխաների իրավունքները խախտված են, իսկ աշխարհը արդեն մեկ ամիս լուռ է։ Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, Արցախը շտանա զինվորներն պաշտպանի։ Շենացնենք մեր Արցախը։ Ուզում եմ մարզինբարներն խաղաղ մնա, մեր Արցախն է խաղաղ մնա, մեր Արցախը լոխ աղնի։
խաղաղությունը եւ զինվորները վեր խաղաղ լինեն։ Դա այսօր ցանկանում էի, որ ճանապարհների բացվային խաղաղություն լիներ, որովհետեւ շատ դեղավորակներ չէին կարողանում բերել այստեղ։ Միայն խաղաղություն եմ ցանկանում, զոհ չլինի, կռիվ չլինի, ազատ երկնքի տակ ապրենք։ Բարին է հաղթում չարին։ Որքանով են անդրադառնում բլոկադան ու դրանից բխող հետևանքները կրթօջախներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի եւ սովորողների տրամադրության վրա, այս եւ այլ հարցերի շուրջ տաղավարում այսօր զրուցելու եմ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մինասյան։ Բարի երեկո։ Տեսանյութում անգամ ամանորյա հեքիաթում անգամ երեխաները ստիպված են լինում վերջում գոնե առերեսվել իրականության հետ, չար ուժերը փակել են ճանապարհը, նրանց նվերները անգամ տեղ չեն հասել եւ որքանով էլ մենք փորձենք մեր երեխաներին հեռու պահել ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրներից, միևնույն է կարծում եմ դա անխուսափելի է։ Առավել եւս հադրութցիների համար, ում համար որ կրկնակեր հարվածը դեռ պատերազմից հետո տեղահանվել, նոր միջավայրի հարմարվել, երեխաները նոր դպրոց, նոր միջավայր, կենսական միջավայր, այսօր էլ դրան ավելացել է նաև բլոկադան։ Եվ այս ամբողջ բույլով այսօր դուք շարունակում եք աշխատանքը Հադրութի մասնավորապես, Հադրութի շրջանի կրթօջախները, արվեստի եւ հանրակրթական դպրոցները շարունակում են աշխատել։ Նախ ուզում եմ սկզբի համար ներկայացնեք ինչ ունենք այս պահին Հադրութից բերած մեզ հետ եւ արդյոք բլոկադայի հետևանքով ստեղծված օրակարգային խնդիրներն ինչպիսին են։ Շնորհակալություն։ Այսօր Ստեփանակերտ քաղաքում գործում է Հադրութի միջնակարգ դպրոցը, գործում է Դիզակ մանկապարտեզը, Հադրութի եւ Տողի արվեստի դպրոցները, մարզադպրոցը եւ մանկապատենական ստեղծագործական կենտրոնը։ Այս պոակները ամբողջ ծավալով այսօր գործում են Ստեփանակերտ քաղաքում։ Ու բնականաբար իհարկե դուք ճիշտ նկատեցինք, Հադրութի երեխան այսօր կրկնակի այսպես դժվարության մեջ է ինքը սովորում, աշխատում, դասիրակում, բայց մենք պոակները, կոլեկտիվները փորձում են հնարավորինս նվազագույնի հասցնել այդ խնդիրները։ Որքանով է ստացվում դա ժամանակը ցույց կտա, առավել եւս այս էքստրեմալ իրավիճակում, երբ որ մենք բոլորս հայտնվել ենք բլոկադայի մեջ, երեխաները ուզեք թե չուզեք նրանք էլ են ինտեգրվում մեր իրական կյանքի մեջ, այո, եւ հնարավորինս պետք է մենք աշխատենք ինչքան հնարավոր է, որ մենք երեխաներին հետ շատ աշխատենք եւ դպրոցում եւ այդ աշխատանքը, դասիրակչական աշխատանքը, կրթադասիրակը պետք է շարունակական լինի, անպայմանորեն, եւ փողոցում եւ հատկապես ընտանիքում հակառակ պարագայում մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենանք, որքանով է ստացվում դա ժամանակը ցույց կտա։ Ինչ է կարծում, ճիշտ է, երբ հենց դպրոցներում, կրթօջախներում այսպես ասենք երեխաներին ներկայացվի իրականությունը, թույլ տրվի որպեսզի նրանք խոսեն, արտահայտվեն, հա, որովհետև դրսում տանը փողոցում ամենուր նույն խոսակցություններն են եւ բնականաբար նրանք կամա թե ակամա հայտնվում են այդ ամենի մեջ։ Թե այնուամենայնիվ դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ պետք է նրանք բացարձակ կտրվեն այդ ամենից եւ այդուհանդերձ կենտրոնանան կրթության, ուսման, այսինքն ինչպես է ձեր կարծիքով ճիշտ վարվել տվյալ պարագայում ուսուցիչների կողմից որ մեթոդն է, որ տակտիկան է, որ պետք է կիրառվի մեծապես։ Ակտուալ հարց եք բարձրացնում, բայց անկեղծ ասած դրա լուծման ճանապարհները շատ դժվար են։ Մի բան ես գիտեմ, որ այսօր դպրոցներում մենք պետք է հայրենասիրական դասիրակությունը դնենք գործնական ռելսերի վրա։ Սա ամփոփի մեկ խնդիրի պետք է լինի դպրոցի, մանկավարժական կոլեկտիվի, հանրության, ընտանիքների, որովհետև մենք միջ այդ մեր այդ ուղղությամբ տարված աշխատանքների, այսպես ասած օգտակար գործողության գործակից նվազ է եղել։ Մենք պետք է լուրջ հետևություն անենք։ Եվ կարծում եմ կարող ենք դա անել, եթե մենք համախմբված աշխատենք։ Նորից եմ ես կրկնում, անպայմանորեն պետք է դպրոցում կատարված աշխատանքը չընդհատվի, պետք է շարունակական լինի։ Այս պարագայում բնականաբար մենք խնդիրները կհասցնենք նվազագույնի։
եւ երեխան հնարավորինս այսպես ավելի կենտրոնացված կլինի դասապրոցեսներին եւ ընդհանրապես ուսումնական գործընթացին։ Ինչ ասել է գործնական ռելսերի վրա դնել, այսինքն մինչ այդ իհարկե մենք հայրենասիրական թեմայով զրույցների պակաս չենք ունեցել երբևէ, շարադրություններ գրել ենք ինչքան ուզես, բայց գործնականում ինչ անել գործնականում, որպեսզի սրանք չմնան պարզապես խոսքեր, այն արժեքները, որ մենք անընդհատ ասում ենք, այդ արժեքները պետք է կարողանալ արժևորել։ Արժեքները այսպես պարզապես թափահարել, բարձրաձայնել, հա, ասել եւ այդ ուղղությամբ քայլեր չանել, աշխատանք չտանել, սա վատ է։ Արժեքները պետք է կարողանանք մենք արժևորել, աշակերտն է պետք է իմանա, այսպես ծնողն էլ եւ բոլորս հանրությունը պետք է կարողանա այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ կատարել։ Ուսուցիչները ինչ տրամադրությամբ են, ինչպես են կարողանում իրենց հաղթահարելով ի պատիվ ընդհանրապես այս դժվարությունների դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ ընդհանրապես պողակների բոլոր աշխատողները հնարավորինս ամեն ինչ անում են, իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի իրենց աշխատանքներում քիչ թերանան։ Դա անկասկած բնականաբար իհարկե, որքան որ դաստացում դարձյալ էլի դժվարանում եմ ասել, որովհետեւ հնարավոր չէ այսպիսի էքստրեմալ իրավիճակում այսպես աշխատել եւ այսպես ամբողջապես մոռանալ ամեն ինչ եւ ամբողջապես նվիրվել այսպես իր մասնագիտական այսպես գործին, ինչ որտեղ նաեւ դժվար է, պետք է հասկանալ դա։ Իդեպ խոսեցինք մանկավարժներից, մենք գիտենք, որ հադրութից տեղահանված մանկավարժների աշխատանքի հարցը հիմնականում լուծվել է, բայց կան մանկավարժներ, ովքեր պարապուրդում են դեռ մինչ այս պահը, բայց նրանց աշխատավարձը 50%-ով փոխհատուցվում էր մինչև այս պահը։ Մինչդեռ 2023 թվականի հունվարի 1-ից արդեն կարծես թե չի լինելու այլևս այդ փոխհատուցումը, ինչպես է ընդունվել մանկավարժների կողմից այս փաստը եւ առհասարակ ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Հանրակրթության ոլորտում մենք ունենք 635 պարապուրդի մեջ գտնվող աշխատողներ, որից 400-ը ուսուցիչներ։ Մինչև հունվարի 1-ը նրանք ստանում էին իրենց աշխատավարձի 50%-ի չափով, բայց կառավարության որոշման համաձայն այդ գործընթացը դադարեցվում է։ Պարզապես օգտվելով առիթից ես կխնդրեի իշխանություններին, քանի որ սա նոր իրավիճակ է եւ ինչ որտեղ նաեւ շատ բարդ, մենք չենք կանխատեսել որ կարող այսպիսի իրավիճակի մեջ հայտնվենք, նաև այդ ձմռան չրտաշուն ձմեռն ինչ որտեղ թող ինչ որ հուշի բոլորիս, հատկապես իշխանություններին ես կոչ եմ անում հնարավորինս, եթե դա հնարավոր է իհարկե, մեկ անգամ եւս երկարաձգել, որովհետեւ շատ ուսուցիչներ ընդհանրապես իրենց ապրուստի միակ միջոցը ֆինանսական նորմով նկատի ունեմ այդ 50%-ն է։ Այդ չստանալու պարագայում նրանք կարող են լուրջ այսպես սոցիալական վիճակի մեջ հայտնվել։ Գոնե երկարաձգեն մինչև այս ուսումնական տարվա ավարտը։ Ես գիտեմ մեր բյուջեն բավականին այսպես սուղ միջոցներով այսպես սնվում, այնուամենայնիվ։ Եվ մյուս կողմից էլ իհարկե բլոկադան իրեն արեց, տնտեսական ճգնաժամը օրեցօր խորանում է։ Եթե հնարավորություն լինի մեկ անգամ եւս գոնե մինչև ուսումնական տարվա ավարտը։ Իհարկե սա չի կարող այսպես անընդհատ լինել, որովհետեւ Շատ են այդ ուսուցիչները։ Ես կրկնեցի 400 հոգի։ 400 հոգի պարապուրդում են։ Այո։ Ամբողջ ոլորտում, հանրակրթության ոլորտում 635 400 ուսուցիչները մնացածը տեխսպասարկող եւ ուսումնաօժանդակ այսպես աշխատողներ են։ Բավականին մեծ թիվ է։ Իհարկե։ Նրանց պարապուրդի գումարի չափը 50%-ը մոտավորապես կազմում 50 միլիոն։ Եթե հաշվենք 5 ամիս մինչև ուսումնական տարվա ավարտը կստացի մոտավորապես 400 միլիոն դրամ։ Նույնիսկ հաշվարկներն եք արել։ Դա հաշվարկ չի, պարզապես գիտեմ գումար է մեր համար, բյուջեի համար դա գումար է, բայց այնուամենայնիվ եթե ստացվեր շատ լավ կներ։ Պարոն Մինասյան, ճանապարհի փակ լինելու պատճառով կան հադրութցիներ, նկատի ունեմ սովորողներ, երեխաներ, ովքեր մնացել են Արցախի։ Չունենք, մենք այդպիսի երեխաներ չունենք։ Իսկ առհասարակ գիտեք բոլոր հադրութցիների այսպես աշխարհագրական տեղաբաշխումը։ Հա, մեկ ուսումնական տարվա սկզբին 2022 թվականի սեպտեմբերի 1-ին ունեինք 2163 աշակերտ, այս պահի դուրսությամբ 969 աշակերտ գտնվում են Արցախում, 1069 գտնվում են Հայաստանում, 95 հոգի արտասահմանում, մեծ մասը ՌԴ-ում, 4 հոգի Ուկրաինայում, 1 հոգի Բելգիայում, 2 հոգի Իսպանիայում, 1 հոգի Ամերիկայում։ Եվ դուք բոլորի հետ կապը պահում եք, գիտեք ով ինչպես է տեղավորվել։
անկեղծ ասած չէ։ Համենայն դեպս տեղեկացված եք։ Տեղեկացված ենք, բայց կապ չկա, բայց գիտենք, որ նրանք տեղափոխվել են։ Պարոն Մինասյան, ես գիտեմ, որ դուք նաև մեծապես մտահոգված եք մեր հանրությունում, հասարակությունում տիրող տարբեր այսպես տրամադրություններով, հաշվի առնելով ձեր փորձը, ձեր գործունեությունը, մենք բոլորից փորձում ենք պարզապես հասկանալ ինչ են մտածում այս իրավիճակից ելք գտնելու մասին, որն է ձեզ համար ելքը այս իրավիճակում։ Հասկանալի է, որ իրավիճակը շատ բարդ է, շատ խառն է, բայց միևնույն ժամանակ մեզնից, մեր հասարակությունից, կոնկրետ արցախցիներից ինչ է կախված։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրից կախված բան կա։ Սպասել միայն իշխանություններից, որ նրանք կարող են հարցը լուծել, դա սխալ է։ Միայն այսօր ապրել եւ առաջնորդը սպառողական հոգեբանությամբ, սա ես չեմ ընդունում։ Կախարդական փայտիկ չկա իշխանությունների դերքին, որ նրանք կարողանան այդ հարցը լուծել։ Այս սպառողական հոգեբանությունը ամենավատն է։ Մեր պետք է մեր գիտակցության վրա այսպես աշխատենք։ Պետք է յուրաքանչյուրից այսպես որևէ մի բան անենք, համախմբված պետք է լինենք։ Շատ կարևոր է դա։ Եղբայրաբար պիտի տրամադրվենք իրար հանդեպ, չվիրավորենք, թույլին օգնենք մենք։ Եթե մենք սա կարողանանք անել, ես համոզված եմ, որ կարողանալու եք դիմակայել։ Դա դժվարություն է սա, անցնելու է։ Այս դժվարությունը հաղթարելու համար անպայմանորեն պետք է լինեք միասնական։ Մի բան, որ այսօր այդ ուղղությամբ պետք է շատ մեկ աշխատեք, անելիքները շատ են։ Ես նկատում եմ, պետք է մեր նյարդերը ամուր լինեն։ Եթե նյարդերը այսպես տեղիք տվեն, տասնյակ տարիներ առաջ դուք ձեր սերնդակիցները պայքարել եք, որպեսզի հաջորդ սերունդներին փոխանցեք հայրենիք, ամուր պետություն, անկախ ազատ պետություն, որտեղ արցախցին կարող է ապրել բաց ճակատով։ Եկավ 2020-ը եւ մենք տեսանք, որ պատմությունը կրկնվում է։ Ինչպես դաստիարակել այսօր մեր նոր սերնդին, մատաղ սերնդին, գուցե նաեւ գաղտնիքը հենց սրանումն է, գուցե ինչ որ բան այն չենք անում, գուցե մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից կամ, չգիտեմ, տուրք ենք տալիս ինչ որ արժեքների, որոնք հակառակը մեզ տանում են դեպի անհաջողություններ, մեղմ ասած։ Ճիշտ ասել, թե շեղվել ենք մեր դասիրակության ճանապարհից, երեխաների հատկապես ես չի ասի, բայց որ մենք հատկապես 44-օրյա պատերազմից հետո պետք է լուրջ դասեր մենք քաղենք, սա անկասկած, սա թիվ մեկ խնդիրի պետք է լինի յուրաքանչյուրիս, անպայմանորեն պետք է դասեր քաղենք։ Այս պարագայում ես համոզված եմ, որ մենք կարող ենք ավելին անել։ Իսկ դասեր մենք քաղում ենք, անում ենք։ Մենք միշտ հումանիզմի այսպես շնչով ենք դաստիարակել, հա, տարիներ շարունակ։ Ու այսօր մենք եւ մասնավորապես մեր երեխաները տեսնում են, որ աշխարհը լուր է, երբ խախտվում է մի ողջ ժողովրդի տարական, կենսական ապրելու տարբեր իրավունքներ։ Եվ սա արդյոք հակասություն չի առաջացնում այդ երեխաների մոտ, արդյոք ինչ է հումանիզմը, արդյոք որոնք են ճիշտ արժեքները, ինչպես անել, որ չմոլորվեն վերջի վերջո ապագայում, այսինքն կարողանան եւ այդ պայքարի ոգին պահել իրենց մեջ եւ արդար պայքարել եւ միևնույն ժամանակ, չգիտեմ, լինել գուցե համաշխարհային հասարակության մասնիկ, սրանք հարցեր են, որ կարծում եմ այսօր ծառացած են իսկապես մեր հասարակության ու մասնավորապես կրթության ոլորտի առջև։ Միայն հումանիզմով առաջնորդվել եւ հումանիզմ դաստիարակել երեխաներին սա քիչ է։ Պետք է մենք երեխաներին նաեւ այլ բան մենք դաստիարակենք, սովորեցնենք։ Պետք է մենք նաև տեսնենք, թե հարևանները ինչպես են իրենց դպրոցներում այսպես երեխաներին դաստիարակում, ինչպես ատելություն են նրանք այսպես առաջացնում դեպի հարևան այսպես ժողովուրդները։ Այս ուղղությամբ մենք պետք է ավելին անենք։ Մենք պետք է ավելին անենք։ Եվ կարծում եմ, եւ ճիշտ կլինի։ Իսկ նկատելի են արդեն հիմքերը։ Եվ չսպասենք, թե հարևանները մեզ ինչ գնահատական են մեզ տալու։ Այո։ Հերիք է հումանիզմ։ Հա, հումանիզմը լավ բան է, բայց հումանիզմով մենք չենք կարող այսպես պայքարել, առավելից այս պահին, երբ որ լուրջ խնդիրներ մենք ունենք։ Ավելի կոշտ է պետք խոսել աշխարհի հետ։ Անկասկած, ես համաձայն եմ, իհարկե կոշտ պետք է խոսել։ Եվ պետք է դա սովորեցնել։ Լավ, եւ վերջում կուզեմ պարզապես նշեք բոլոր այն ձեռքբերումները, մանր, մեծ, որ
այս ընթացքում Հադրութի կրթօջախների սաները կամ դուք ձեր ոլորտում, հա, հասցրել եք արձանագրել։ Լավ նոտայով վերջացնենք։ Դպրոցը միշտ մասնակցում է քաղաքային միջոցառումներին, նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին, մեր պոակներ, արվեստի դպրոցները, բոլոր միջոցառումներին, տարբեր այսպես կարգի միջոցառումներին, բրին ռինգ լինի, չգիտեմ, այսպես ինտելեկտուալ խաղեր լինի, ստեղծագործական շարադրությունների երեխաները միշտ մասնակցություն ունենում եւ պետք է ասել, որ վատ չեն հանդես գալիս։ Դե արվեստի դպրոցների մասին մեր մանկապատենական ստեղծագործական կենտրոնը, մանկապատենական ստեղծագործական կենտրոնի մասին դա հնարավոր չէ, որ որևէ միջոցառման մասնակցի եւ այսպես համեստ թալան չանի մեր այդ կենտրոնը շատ լավ է, բոլորն է լավ է, եւ Հադրութի արվեստի դպրոցն է, եւ Տողի արվեստի դպրոցը չի առանձնացին որևէ մեկին, եւ Հադրութի բանը միջնակարգ դպրոցի երեխաները այս վերջերս հոկեբանական խաղմրցույթ կազմակերպվեց Արցախի պետական համալսարանում, երրորդ հորիզոնական տեղը զբաղեցրեց դպրոցի թիմը, այնպես որ ունենք ձեռքբերումներ։ Կարևորը Հադրութի խոսվածքը, որ պետք է ամուր պահել, կարծում եմ։ Անպայման։ Որ մշակութային ժառանգություն է։ Անկասկած։ Ես մեկ նաև մեր երեխաներին ասում եմ, որ ինտեգրվել պետք է Ստեփանակերտի միջավայրին, բայց նաև մեր սերը չմոռանանք, որովհետև դա վերջապես Հադրութեցու այսպես էմբլեման է։ Գեղեցկացնում Հադրութեցու։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, հուսամ հանդիպման առիթներ դեռ կընձեռվեն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ օրակարգի եթերը շարունակում է Սաթինե Մինասյանի պատրաստած տեսանյութը կրթական ոլորտում առաջացած դժվարությունների ու համապատասխանաբար ընդունված որոշումների շուրջ։